Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 24։ Որդին համբուրեցեք, որ չբարկանա, եւ դուք չկորչեք ճանապարհումը, որովհետեւ նրա բարկությունը շուտով կվառվի, երանի այն ամենին, որ նրան են հուսացած։ Սաղմոս 2:12 խոսք։ Մեր առաջ դրված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակը։ Եթե ցանկանում ենք ընդունել նրա մահով գնված շնորհը, ապա պետք է նմանվենք նրան նաև մեր կյանքով։ Ուշադրություն դարձրեք Քրիստոսի երկու բնություններին, նրա աստվածային բնությանը եւ մարդկային բնությանը։ Նա Աստծո կերպարանքում էր եւ որպես Աստծո հավիտենական ու միածին որդի մասնակից էր աստվածային բնությանը։ Հովհաննես 1:1 խոսք։ Նա չհամարեց հափշտակություն Աստծուն հավասար լինելը եւ մարդկանցից աստվածային երկրպագություն ընդունելը։ Փիլիպպեցիս 2:6 խոսք։ Իսկ ինչ վերաբերում է նրա մարդկային բնությանը, ապա դրանով նա մեզ նման եղավ ամեն ինչում բացառությամբ մեղքի։ Այսպես իր սեփական կամքով նա խոնարհվեց այն փառքից, որ ուներ հոր հետ աշխարհի ստեղծվելուց առաջ։ Այստեղ նշվում են Քրիստոսի երկու վիճակները՝ խոնարհության եւ փառավորման։ Քրիստոսը ոչ միայն մարդու նմանություն եւ կերպարանք ընդունեց, այլև ցածր վիճակում գտնվող մարդու կերպարանք։ Նա չհայտնվեց երկրային փառքով կամ շքեղությամբ, նրա ամբողջ կյանքը աղքատության եւ տառապանքի կյանք էր։ Նրա խոնարհության ամենացածր աստիճանը խաչի մահն էր, այնպիսի մահ, որով մահապատժի են ենթարկում հանցագործներին ու ստրուկներին։ Նա հրապարակավ կրեց մարդկանց ատելությունն ու արհամարանքը, իսկ երբ Աստված բարձրացրեց նրան, այդ փառավորումը վերաբերում էր նրա մարդկային բնությանը, որովհետև նրա աստվածային բնությունը երբեք չէր կորցրել իր փառքը ու արժանապատվությունը եւ միշտ միացած էր մարդկային բնությանը։ Տեր Հիսուսի անվան առաջ ոչ թե պարզապես նրա անվան հնչյունի, այլ Տեր Հիսուս իշխանության եւ անձի առաջ բոլորը պետք է խոնարհվեն։ Հիսուս Քրիստոսին Տեր խոստովանելը Հոր Աստծո փառքի համար է, որովհետև նրա կամքն է, որ բոլոր մարդիկ պատվեն որդուն այնպես, ինչպես պատվեն հորը։ Հովհաննես 5:23 խոսք։ Այստեղ մենք տեսնում ենք անձնուրաց սիրո այնպիսի դրդապատճառներ, որոնք ոչինչ այլևս չի կարող տալ։ Իսկ մենք արդյոք այդպես ենք սիրում եւ հնազանդվում Աստծո որդուն։